Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Կասեմ մամուտ քեզ, որ խոստումներ տվիր ու չկատարեցիր։ Մինչև երբ արդեն սենց լրիվ սաղին իջացնի ներքև ու դառնի խփելով կամ ինչ-որ մի բանով դրանով հարց չեն ուզում։ Մենակ մի հարց ունեմ, տան ինչքան է իրան պետք, որ իր ծրագիրը լրիվ մեզ արդեն մեր իջացնի էլի լրիվ արդեն այն աստիճանի, որ ի վիճակի չէ էլի ժողովուրդը։ Հատկապես իր այդ կողակիցներն են, որ այնտեղ ասենք փողոցից բռնման նախարարան նշանակում եւ այլն, հիմա էլ ասենք ինչ որ ձերի պետք է վիրահատություն անեն։ Հետո ժողովուրդը պետք է առողջ լինի, չէ՞ ասում իր կարծիքով, բայց պետք է կուշտ էլի որ առողջ լինի։ $100 էլ չես թոշակ տալի, այդ մարդը ոնց ապրի։ Ոչ մի բան, կառհամարենք ու կանցնենք։ Չեմ էլ ուզում սկի հանդիպեմ, առաջինը ես եմ ընտրել, բայց փոշմանում եմ։ Կասեմ Գեդինը մտնես, այս որ ես ժողովրդին այսօրն ես գցե։ Ես այն եմ ուզում ասեմ, որ ժողովուրդը մեղք է, շատ է մեղք։ Շատ են խղճացել։ Հասկանում եք, երևի ոչ մի բան չեմ ասի։ Ասելու բան չունեմ իրան։ Շատ բան կասեմ, բայց չեմ ուզում։ Ամենակարևորը որ 18 թվին ինքը եկավ 20 թվին որ եկավ ինքը լավ խոստումներ տվուց լավ ապագա ցանկացավ բայց ծորվա պահով ոչ ապագա կա ոչ մի բան էլ չկա ինչ ասեմ այդ խամաճիկին նա խամաճիկ է ուրիշների ազդեցության տակ բարեկող սեփական խելք չունի, սեփական իմաստություն չունի եւ Աստծո վախ չունի, ցավը նրանից է, որ Աստծո վախ չունի։ Եթե նա վախ ունենար, իր կյանքը թեկուզ զոհեր, կարար նրան չհնազանդվեր։ Ինքը ուրիշների կամակատարն է։ Իր մակարդակը այդքան է։ Մենք պետք է իրան ոչ թե բացական բաներ ասենք, որովհետեւ տեղ չի հասնի, այլ իրան ողորմանք։ Ինքը ողորմելի վիճակում է։ Ինքը ուղղակի ողորմելի։ Այդ իրանց փողերը իրանց չեն փրկելու երկնային դատաստանից։ Ես չեմ էլ ուզում երեսը տենամ։ Ռիսկի բան է։ Ռիսկ, որ ասես։ Մտամ թե ուզում հանդիպեմ էլ ինչ ասեմ, նայեք ինչ ղեկավար։ Սա Արցախը հանեց, տվեց, ինչ ղեկավար դրանից։ Вообще չեմ էլ ուզում դեմքը տենա։ սա քանդին ավիրեցին։ Չունիկ տնտեսություն, գյուղատնտեսություն, սա լքված, զզված են մարդիկ։ Ոչ մի բան չէ, լավ բան չկա, ասֆալտ կսեն, ասֆալտը թոշագարուն իշտ ու դան, բողջեկով հացը կարնենք, որ երտանք յոլատ երտանք, մարդ թոշագարուն էդ 36,000 դրամով իշտ են է, ցավը տանիմ, դեղ արնի, կոմունալները վճարե, ջրի, գազի, փողտա ինչ են է, դեղի փողը չէ, ախր, ամոտ է, Ինք օրենքով է թոշագարույն, պարոն Նիկոլ Փաշինյան ջան, ես քեզի կխնդրեմ, որ թոշագարույն դու 120,000 դիտաս, ոչ թե 36,000, եղավ աղբերս, ուրը մի հատ արի, գնա թոշագարույններ ու տները, ման արի, տեսել է, ինչ է կաբրին, հլը քո այդ նախարարներ ու գրգեի։ Կասեմ շնորհակալություն, որ թոշակը չես թողում իմ ծերին, իմ քրտինքը ես վայել է, պետք է քարտոբանեն, որ ձերիցս տանեն փողը։ Ես քարտից բան չեմ հասկանում։ Երկիրը կործանել, բրծել են ու մի կել հանդիպան մասին ենք խոսում։ Որ հանդիպեմ, կասեմ հանգիստ թող հեռացի, հանգիստ։ Որովհետև երկիր ղեկավարելը իր բանը չի, իր գործը չի։